Հոկտեմբերի 27-ից 26 տարի անց ոճրագործությունը բացահայտված չէ։ Մարտունակից պաշտպանունակ բանակ 2026-ին պետբյուջեի ծախսային մասը կլինի մոտ 10 միլիարդ դոլար։ Գերիների անհետ կորածների հարցը անհայտ, Երևանի եւ Բաքվի միջև չլուծված հարցեր կան։ Ռուսաստանը նախատեսում է Ադրբեջանով Հայաստան բեռներ փոխադրել։ Վրաստանի եւ Ադրբեջանի պատվիրակները Երևան չեն գա Եվրանեստին մասնակցելու։ Կաթը ջրից էժան, գյուղացին կով չի պահում։ Անկանխիկ առևտուր անես 2% քեշբեք կստանաս, կառավարության խոստումը 2026-ի համար։ 55 միլիարդ դրամ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովմանը, $7500 կաշառք ծառայությունից տարկետման համար։ Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին տաղավարում Հայկ Նավասարդյանն է աշխատում։ Եվ այսպես, այսօր հոկտեմբերի 27-ն է, 99-ի հենց այսօրը կատարվեց նորանկախ Հայաստանի պատմության ամենացնցող ոճրագործությունը։ Ազգային ժողով ներխուժած հանցագործների գնդակի զոհվեցին խորհրդանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ազգային ժողովի փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը։ Ոճրագործությունից 26 տարի անցել հայկական պետականությունը խարխլած հանցագործությունը ամբողջ ծավալով բացահայտված չէ, սակայն նկատենք բոլոր իշխանություններն ասում են իրենց պարտքն է հոկտեմբերի 27-ի բացահայտումը։ Իսկ ինչն է խանգարում օր առաջ բացահայտել հոկտեմբերի 27-ը ամբողջ ծավալով հարցը ոչ միայն սպանվածների հարազատներին, այլև հասարակության մի ստվար հատվածին է հուզում, բայց մինչև այսօր ամբողջ ճշմարտությունը չենք լսում ու չենք տեսնում իրական պատվիրատուներին, որ կանգնեն դատարանի առաջ։ Դատախազությունը հայտնում է, որ հոկտեմբերի 27-ի գործից անջատված, կարճված, ապա վերսկսված գործով նախաքննությունը ընթացքի մեջ է։ 1999 թվական հոկտեմբեր 27 խորհրդարան կառավարության անդամները պատասխանում էին պատգամավորների հարցերին։ Նաիրի Հունանյանի գլխավորած զինված ոճրագործների խումբը ներխուժեց նիստերի դահլիճ ու անկանոն կրակահերթերով հարձակվեց Հայաստանի պետականության վրա։ Հանրապետության դեմ ուղղված ահաբեկչության գործով վճիռ կայացնելու համար դատարանից շուրջ 3 տարի պահանջվեց։ Պետության առաջին դեմքերին գնդակահարած ահաբեկիչներից Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը Կարեն Հունանյանը, ընկերը բժիշկ Էդիկ Գրիգորյանը և քեռին Վռամ Գալստյանը, մյուսներից Դերենիկ Բեջանյանն ու Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ, Համլետ Ստեփանյանը 14 տարի ազատազրկման։ Ու չնայած այն հանգամանքին, որ ոճրագործությունը կատարած անձինք դատապարտվեցին, այսօր էլ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից շուրջ 26 տարի անց հայաստանյան հասարակաքաղաքական քննարկումներում կարմիր թելի նման է անցնում պնդումը, թե գործը բացահայտված չէ։ Մեր պատմության այս էջը մնացել է սև թունդ թանաքի ստվերի տակ։ Ավելին 2019-ից, այսինքն արդեն շուրջ 6 տարի հոկտեմբերի 27-ի գործը վերաբացել են հայաստանյան իշխանությունները, սակայն զոհերից խորհրդարանի փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրին համոզված է, եթե քաղաքական կամք լիներ, մութ էջերն արդեն լուսավորված կլինեին։ Հարց են բարձրացրել, ինչու ազգային ժողովը, անվտանգության հանձնաժողովը լսումներ չի կազմակերպում հոկտեմբերի 27-ի գործը ինչ եղավ, ուր հասավ։ Գոնե փակ լսումներ արեք, մի հատ կանչեք դատախազ, քննչական։ Սոցիալական խնդիրներ ու խոցելի արդարադատություն, 44-օրյա պատերազմի պարտություն և Արցախի կորուստ։ Անցնող տասնամյակների ընթացքում հոկտեմբերի 27-ը չբացահայտելու ինչ հետևանք ասես չի կապվել գործի հետ, նկատելով, որ այս ոճրագործությունն իր բացասական հետևանքն ու ազդեցությունը չէր կարող չունենալ, մասնագետը ֆիքսում է, այո, հասարակության մի ստվար զանգված այն համոզմունքն ունի, որ գործը բացահայտված չէ։ Գործը համարվում է բացահայտված։ Կան մարդիկ դատապարտված եւ այլն, բայց քաղաքացիներին չի բավարարում, որովհետեւ գտնում են, որ չբացահայտված մաս կա։ Կա նաեւ առանձնացված մաս, բոլորս գիտենք։ Սկզբունքն իրավաբանները որ նայած գործը բացահայտված է, մեղավորները բացահայտված են, պատժված են։ Հասարակության մի ստվար հատված կարծում է, որ ի վերջո պատվիրատուները հիմնականում ներսից են, թե դրսից են, սա արդեն քաղաքական հարց։ Ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2.5 տասնամյակ առաջ, կգտնի արդյոք մեր հասարակությունն այս հարցի պատասխանը, ով ու ինչ նպատակով էր կազմակերպել հոկտեմբերի 27-ը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։
Կառավարությունը նախատեսում է հաջորդ տարվա համար ռազմական ծախսերը կրճատել մոտ 15% և մարտունակ բանակի մոդելից անցնել պաշտպանունակ զինված ուժերի կոնցեպտին։ Սա ռազմական բլոկի մասին, իսկ տարածաշրջանի ճանապարհների ապաշրջափակման հարցում իշխանությունը պատրաստ է ապահովել Թուրքիայից Ադրբեջան և Ադրբեջանից Թուրքիա բեռնատարների տարանցումը Հայաստանի տարածքով։ Ժամի անդրադարձը։ Մինչև եկող տարվա ֆինանսական փաստաթղթի մասին խոսեր Փաշինյանը, ասաց, թե 2026 թվականի բյուջեն Ադրբեջանի հետ խաղաղության ֆոնին է հաստատվում։ Արդեն 1 տարի 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել։ Փաշինյանի ձևակերպումն է, եկող տարին որոշիչ է լինելու Հայաստանի համար։ Փաշինյանը նկատի ունի հունիսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները։ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների առանցքային հարցադրումը հետևյալն է, կամ անհրաժեշտությունը հետևյալն է, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Հակառակը Հայաստանը յետ գլորելն է կոնֆլիկտի։ Փաշինյանը կրկին Ղազախստանից Ադրբեջան, հետո նաև Վրաստանով Հայաստան ներկրվող հացահատիկի ներմուծմանն անդրադարձավ ու հայտնեց, թե Հայաստանն էլ պատասխան քայլը կարող է անել, հնարավորություն տալ, որ Թուրքիայից բեռները Հայաստանով տեղափոխվեն Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ։ Մասնավորապես Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղիով մենք հենց այսօր կարող ենք ապահովել դա, մեր ճանապարհները միջև Գորիս, միջև Կորնիձոր գտնվում են լավ վիճակում, եթե Կորնիձորի կողմից ադրբեջանական բեռնատար մոտենա եւ անցում կատարելու համար դեպի Թուրքիա, մենք հենց այսօր կարող ենք դա իրականացնել։ Մենք Ադրբեջան-Վրաստանի տարածքով հասանելիության սահմանափակում չունի, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով հասանելիության սահմանափակում չունի։ Փաշինյանն այս համապատկերում հայտնեց, թե ինչպիսին կարող է լինել հայկական բանակը։ Ըստ նրա, կառավարության առջև խնդիր է դրված Հայաստանի զինված ուժերը մարտունակից դարձնել պաշտպանունակ։ Որովհետև երբ որ ասում եմ մարտունակ բանակ, ինքը չի տեղորոշում այդ պոտենցիալ մարտը որտեղ է տեղի ունենում կամ որտեղ կարող է տեղի ունենալ։ Պաշտպանունակ բանակին զուգահեռ, սակայն կառավարությունը 2026 թվականին նախատեսում է կրճատել պաշտպանական ծախսերը 2025 թվականի համեմատ 15.3%, որը կկազմի 563 միլիարդ 100 միլիոն դրամ կամ 1 միլիարդ 400 միլիոն դոլար։ Սա կազմում է պետական բյուջեի ընդհանուր ծախսերի մոտավորապես 15.5%-ը։ Նաիրի Մունադյան, ժամը լրատվական։ Հայ-թուրքական սահմանի վրա գտնվող երազք-սադարակ հատվածը նույնպես պետք է ապաշրջափակվի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքով դա պետք է լինի ամբողջ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման շարունակականությունը։ Ինչ վերաբերում է 3 գումարած 3 ձևաչափով հանդիպումներին, ապա Միրզոյանն ընդգծում է, որ թեև Հայաստանը եվրասիական ինտեգրման մաս է, բայց շատ կարևոր է նաև անմիջական հարևանների հետ շփումները, եւ Երևանը բանավոր հրավիրել է Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներին մասնակցելու 2026-ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, արտգործնախարարն ասել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև կան հարցեր, որոնք դեռ լուծված չեն, այդ թվում են պատանդարված անձանց, գերիների ազատ արձակման հարցը, անհետ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանումը։ Միրզոյանի խոսքով Երևանը հենց այսօր էլ պատրաստ է խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ։ Իրանք շատ որոշակի պայման ունեն, որի պայմաններում տեսնում են հնարավոր այդ ստորագրումը, մենք չենք կիսում այս մոտեցումը։ Ասում ենք խաղաղությունը հաստատված, ասում ենք, որ փոխադարձ վստահության ամրապնդման գործընթաց կա, ասում ենք, որ 1000 հարցի շուրջ կարողանում ենք օրինակ ապաշրջափակման համաձայնել, չէ՞։ Այս ամենով հանդերձ, իհարկե, կան բաներ, որտեղ իրար հետ դեռ չենք կարողանում համաձայնվել։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքով ռուսական երկաթուղիներ ընկերությունն այս պահին լուծում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ռուսական ապրանքների փոխադրման հետ կապված հարցերը։ Ավելին, հանձնարարականներ են տվել գյուղատնտեսության նախարարությանը, որպեսզի հաշվի առնեն նոր լոգիստիկ երթուղին։ Իսկ ավելի վաղ Իլհամ Ալիևն էր հայտարարել, թե Ադրբեջանը հանել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։
Համացանցում ոչ հաճախ, բայց կարելի է հանդիպել տեսանյութեր, որտեղ ադրբեջանցիները հայերեն են սովորում։ Սա բնականաբար հարևանություն անելու համար չէ, վստահ է փորձագետը, այլ հաշվարկներ կան հեռանկարում։ Իսկ մեր երկրում ինչու են Սյունիքում փորձում երեխաներին ադրբեջաներեն սովորեցնել։ Արդյոք սա ռազմավարական պլանի մի մասն է։ Մասնագետների կարծիքը լսել է Սվետլանա Ավդիշյանը։ Ադրբեջաներենի ուսուցիչ է փնտրում կրթական գերատեսչությունը Շինուհայրի միջնակարգ դպրոցի համար։ Սահմանամերձ Սյունիքում պարզվում է դպրոցականներին ուզում են թշնամու լեզուն սովորեցնել, բայց ինչու, ինչ նպատակով։ Ադրբեջանագետն ասում է, թշնամական երկրի լեզվի ուսուցումը կարող է լինել օգտակար, եթե այն իրականացվի բացառապես թիրախային, ունենալով պետական վերահսկողական մեխանիզմներ։ Պետք է հստակ գիտակցենք ովքեր են սովորում, ինչու են սովորում, որն է նպատակը։ Իսկ նպատակը պիտի լինի թշնամի պետության դեմ պայքարը գիտելիքով, փաստահեն գործունեությամբ։ Փոլադյանը տարիներ առաջ հենց այս նպատակով հիմնեց ադրբեջաներենի ուսուցման կենտրոնը, որտեղ 8-ամսյա դասընթացներն ավարտելուց հետո ուսանողները հաճախ ներգրավվում են անվտանգային կառույցներում։ Նրա խոսքով հանրակրթական դպրոցներում այդ առարկային ներդրումը կարող է լրջագույն ռիսկեր ունենալ։ Բոլոր դպրոցներում, բոլոր հանրակրթական համալիրներում ուսումնական անհնար է ձևավորել անվտանգային այնպիսի միջավայր, որպեսզի հակառակ ազդեցությունը չլինի, որպեսզի այդ երեխան, որը սովորում է, հանկարծ ու հանկարծ չդառնա ադրբեջանցիների թիրախ։ Թյուր է այն կարծիքը, թե Ադրբեջանում բոլորը համատարած հայերեն են սովորում, ասում է մասնագետն ու պնդում, դա իրականացվում է միայն պետական վերահսկողության ներքո գործող հատուկ կենտրոններում։ Ուղղակի խեղաթյուրանք կհնչի, եթե մենք ասենք, որ որպես հարևանի լեզու սովորում են աշխարհի հնագույն լեզուներից մեկը հայերենը։ Սա աբսուրդ է, այսինքն կան հստակ ուղղություններ, կա լիակատար պետական վերահսկողություն, որի ներքո որոշ տեղերում, որոշ կոնկրետ դպրոցներում, որոշ կոնկրետ կենտրոններում եւ այլն իրականացվում է տվյալ ուսուցումը։ Կրթության ոլորտի փորձագետն էլ նկատում է ցանկացած առարկա հանրակրթական դպրոցներ դնելիս նախ պետք է հասկանանք, թե ինչ խնդիր է դա լուծում։ Մեր հանրակրթություն նույնիսկ տերմինը դրա մասին, այսին հանրության շրջանում ենք ինչ են կրթում, ոչ այդ երեխաները կարողանան ինչ-որ խնդիրներ ապագայում ավելի լավ լուծել։ Այդ տեսանկյունից ակնհայտ է, որ այստեղ ոչ երեխաների կողմից, ոչ ծնողների կողմից այսի պատվեր չկա։ Դպրոցում ասենք քիմիայի ուսուցիչներից չեն կարող գտնենք։ Էլի նույնիսկ եթե հանկարծ ինչ որ տեղից մենք գտանք Ադրբեջանի ուսուցիչը դպրոցի համար, այդ մարդը չի սպասարկելու ռեալ կարիքներ երեխաների։ Ինքը սպասարկելու է ինչ որ քաղաքական օրակարգեր, որոնք ոչ իր, ոչ ծնողների, ոչ երեխաների հետ կապ չունեն։ Մասնագետների համոզմամբ մեր երկրում անհրաժեշտ է ձևավորել հստակ քաղաքականություն, թշնամական լեզվի ուսուցումը դարձնելով բացառապես նպատակային եւ ռազմավարական գործիք, ոչ թե հանրակրթական առարկա։ Միևնույն ժամանակ նրանք շեշտում են, ադրբեջաներենի մասնագետների պակասը շարունակում է խնդիր մնալ եւ որակյալ ուսուցման կենտրոնների զարգացումը կարող է ծառայել պետության անվտանգությանը։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Վրաստանի եւ Ադրբեջանի պատվիրակները Երևան չեն գա Եվրանեստին մասնակցելու։ Կաթը ջրից էժան, գյուղացին կով չի պահում։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։ Երևանում հոկտեմբերի 28-ից 30-ը կանցկացվի Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը։ Վրաստանի իշխող վրացական երազանք կուսակցությունը հայտարարել է, որ երկրի խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Երևանում կայանալիք միջոցառմանը։ Հրապարակված նամակում վրացական կողմը հայտնում է, որ Թբիլիսին ավելի մտահոգված է եվրոպական խորհրդարանի որոշ անդամների գործողություններով, ովքեր մասնակցել են Վրաստանի խորհրդարանի դիմաց բողոքի ցույցերին, ինչը դուրս է խորհրդարանական դիվանագիտության սահմաններից։ Հաշվի առնելով այս ամենը, Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը ձեռնպահ է մնացել մասնակցել Եվրանեստի երևանյան նստաշրջանին, եզրափակված է նամակում։ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը եւս չի մասնակցի Եվրանեստի երևանյան նիստին, ըստ ադրբեջանական պատվիրակության ղեկավարի Եվրախորհրդարանի փաստաթղթերն ու հայտարարությունները, որոնք Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի գործունեության մի մասն են, հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, նաև չեն աջակցում տարածաշրջանում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, հակառակը թշնամանքի շարունակմամբ
շահագրգռված ուժերի ջրաղացին ջուր են լցնում։ Այս որոշումը կապված չէ այն փաստի հետ, որ միջոցառումն անց է կացվում Հայաստանում։ Այսօր Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղությունն արդեն իսկ ապահովված է եւ գործնական քայլեր են ձեռնարկում հարաբերությունները կարգավորելու համար, նշել է Եվրանեստում ադրբեջանական պատվիրակության ղեկավարը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ուկրաինայի արևելքում 3 բնակավայրի ազատագրման մասին է հայտարարել։ Ռուսական ուժերի վերահսկողության տակ են անցել Դնեպրոպետրովսկի մարզի Եգորովկա բնակավայրը, ինչպես նաև Զապորոժիայի մարզի Նովոմիկոլաևկան եւ Պրիվիլնեն։ Կիևը առայժմ չի մեկնաբանել այս պնդումները, սակայն ավելի վաղ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իրավիճակը այս հատվածում բնորոշել էր դժվարին, նշել, որ քաղաքի ներսում եւ շուրջը թեժ մարտեր են ընթանում։ Ռուսական Բուրևեստնիկ միջուկային հրթիռի փորձարկումը տագնապի նոր ալիք է բարձրացրել Եվրոպայում արևմտյան մամուլը վերլուծելով այս զենքի հնարավորությունները, այն որակում է ոչ միայն որպես ռազմական սպառնալիք, այլև որպես էկոլոգիական աղետի պոտենցիալ աղբյուր։ The New York Times-ը ռուսական Բուրևեստնիկին անվանել է փոքրիկ թռչող Չեռնոբիլ անունով։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սարը անդրադառնալով ԱՄՆ նախագահի ծրագրին, որ միջազգային ուժերի ներկայություն է ենթադրում Գազայում, հայտարարել է, որ չի ընդունի թուրքական զինված ուժերի ներկայությունը Գազայում։ Երկրները, որոնք ցանկանում են կամ պատրաստ են զինված ուժեր ուղարկել, պետք է առնվազն արդար լինեն Իսրայելի նկատմամբ, ասել է Սարը Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսում։ Հիշեցնեմ, թուրք-իսրայելական երբեմնի ջերմ հարաբերությունները կտրուկ վատթարացան Գազայի պատերազմի ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը քննադատեց Իսրայելի կողմից փոքր պաղեստինյան անկլավում իրականացված ավերիչ եւ օդային ու ցամաքային արշավանքը։ Կրկին Հայաստան անազատության մեջ գտնվող ազգային բարերար Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից այսօր նոր ուղերձ է հղել, որում անդրադարձել է 3 հովանավանքում տեղի ունեցած իրադարձություններին, նշելով, որ փորձ է արվել կոտրել հայ առաքելական եկեղեցու կարգը եւ արատավորել Սուրբ Պատարագը իրենց միջամտությամբ, Կարապետյանը համոզմունք է հայտնել, թե իշխանությունները նոր քայլ արեցին, արժանանալով ողջ հայության դատապարտմանն ու զայրույթին։ Կարապետյանն ասել է, որ շարունակելու են պաշտպանել հայ ազգի արժեքներն ու սրբությունները ճիշտ այնպես, ինչպես արվել է դարեր առաջ, արվել է երեկ ու արվելու է վաղը։ Նա նաև ավելացրել է, որ ոչ մի բանտարկություն չի կարող կոտրել այսօրվա բազմաթիվ քաղբանտարկյալների եւ ընկերների կամքը ապրելու իրական քրիստոնեական արժեքներով առաջնորդվող արժանապատվությունը վերականգնած բարեկեցիկ քաղաքացիների Հայաստանում, նշել է Կարապետյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 27-ի արտահերթ նիստում սահմանել է հաջորդ տարվա տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրերը։ Երկրի գլխավոր ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ հանրապետության մի շարք բնակավայրերում 2026-ի թիմ ընտրությունների քվեարկության օրեր են սահմանվել սեպտեմբերի 27-ը, հոկտեմբերի 25-ը եւ նոյեմբերի 29-ը։ Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 41-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հայտնում են քննչական կոմիտեից։ Կալանավորվածների մեջ անչափահասներ կան, նրանցից մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ տնային կալանքը։ Գյումրիու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել, Ղուկասյանի պաշտպանական թիմը հայտնել է, որ Գյումրիու քաղաքապետի նոր մեղադրանքը կապված է 2025 թվականի սեպտեմբերի 16-ին եւ 23-ին Գյումրիու քաղաքապետի Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի բակում արած հայտարարությունների հետ։ Ըստ պաշտպանների նոր մեղադրանքն առաջադրվել է Հայաստանի այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ Ղուկասյանի մտքերի համար։ Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 41-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 24 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 15 անձի նկատմամբ տնային կալանքը, իսկ 1 անձի նկատմամբ վարչական հսկողությունը։ Տապալվել է արդյոք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը օրենսդրական վերջին փոփոխություններից հետո, որոնք հեշտացրին քաղաքացիների ուսերին դրված պարտավորությունները։ Քաղաքահասարակությունն ու հարկային քաղաքականությունը մշակող գերատեսչությունը առաջին անգամ նստել են մի սեղանի շուրջ ու քննարկել այս թեմային վերաբերող ամենահրատապ հարցերը։ Ֆինանսների փոխնախարարի համոզմամբ շրջադարձային կարևոր փուլում ենք եւ հետեւաբար պարզ ընթացք չեն ակնկալել։ Այժմ 145,000 մարդ
մարդ հայտարարագիր է լրացրել։ Նրանց թիվը ըստ պատասխանատուների էականորեն աճում է հատկապես վերջին օրերին։ Մենք հանձնառու ենք այս համակարգի ներդրման ընթացքը սպասարկել ինչքան որ հարկ կլինի, սպասարկել այն տրամաբանությամբ, որ այն ոչ թե խնդիրներ ստեղծի մեր հասարակության համար, այլ խնդիրներ լուծի մեր հասարակության համար։ Եվ եթե ժամանակավոր անհարմարություններ ենք պատճառել, խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, հավատացնում եմ, որ այս համակարգի կայացումից հետո բոլորդ, եթե անգամ շատերը չարտահայտվեն, ներքուստ տեսնելու են այս համակարգի ներդրման արդյունքները։ Այսօրվա աշխատանքը վաղվա կենսաթոշակի գրավականն է, այսպես էր հիմնավորումը տարիներ առաջ, երբ անցում ենք կատարում պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի համակարգին։ Այսօր արդեն մեր քաղաքացիների կուտակած գումարը միասին ավելի քան 2 միլիարդ դոլար է կազմում։ Այս գումարը սակայն մեր երկրում չի շրջանառվում, դրսում է պտտվում ու ստացվում է մեր փողը ավելի թանկ մեզ են տալիս վարկի տեսքով։ Երևանում տարիներ առաջ բավականին ակտիվ կազմակերպվում էին ակցիաներ, որոնք դեմ անունն ունեին, ում կամ ինչին էին դեմ մասնակիցները, կենսաթոշակային բարեփոխումների։ Այդ ակցիաները օգուտ չտվեցին, հետագայում հենց դրանց կազմակերպիչների համաձայնությամբ բարեփոխումները իրականություն դարձան եւ մարդկանց գրպանը հարմարվեց այն փաստի հետ, որ ամսվա աշխատավարձի որոշակի տոկոսը մեխանիկորեն փոխանցվելու է այս կամ այն կենսաթոշակային ֆոնդին, որի անունը նույնիսկ այդ փողի տերը չգիտի։ Խոստումը պարզ է, հավաքված գումարները գումարած որոշակի տոկոսներ վերադարձվել են նույն այդ անձին, երբ նա դառնա թոշակառու։ Իսկ որտեղ են այդ գումարները պտտվում, հիմնականում դրսի ֆոնդերում։ Մի մասն էլ երկրի ներսում ներդրվում են բանկերի կողմից թողարկված պարտատոմսերում, որպեսզի տոկոսներից գումար վաստակեն։ Այդ ակցիաները ավելի շատ տեղավորում են շոկաներ, որոնք համատաբար ռիսկային չեն, ու այդ ռիսկային ստացի, եթե մեր երկրում դա բացել տոկոսները չեն տատրում, էլի ուրիշ թե։ Կենսաթոշակային ֆոնդերը մեր գումարների շրջանառության արդյունքում հիմնականում շահույթ են գրանցում։ Երբեմն լինում են նաև կորուստներ։ Այդուհանդերձ, ընդհանուր Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերի կապիտալը 2 միլիարդ դոլարից ավելի է այս պահին։ Բայց ինչ է ստացվում։ Մենք հավաքում ենք մեր աշխատավարձերի մի մասը, տալիս արտասահմանյան ֆոնդերին, որոնք դրա մի մասը վերադարձնում են մեր բանկեր եւ ավելի բարձր տոկոսներով տալիս նրանց, որ վերջիններն էլ ավելի բարձր տոկոսներով այդ նույն գումարները տան մեզ։ Մենք այդ շրջանակներին, երբ որ տալիս ենք, դուրս է գալիս երկրից, այո, իրանք էլ մեզ մեր տված փողը ավելի հանք վաճառում են մեզ։ Մասնագետների կարծիքով Հայաստանի կենսաթոշակային համակարգը պետք է կառուցված լիներ լրիվ այլ տրամաբանությամբ։ Մեզանից հավաքված գումարները պետք է ամբողջությամբ ներդրվեին մեր տնտեսության մեջ, եւ տնտեսություն ասելով նկատի չունեն ֆինանսական շուկան։ Խոսքը տնտեսության իրական հատվածի մասին է։ Շատ ցանկալի է, որ դա լինի մեր տնտեսության ներսում։ Բազմաթիվ են այն ոլորտները, սկսած երկրորդ էներգաբլոկի կառուցում, Վանաձորի Քիմպրոմ, Նայիրի, որոնց համար նաև ներդրումներ են պահանջվում։ Օրինակ վերջին շրջանում ակտիվ քննարկվում է նոր ատոմակայանի կառուցման համար գումարները պատքով հայթայթելու անհրաժեշտության հարցը։ Պետությունը բարձր տոկոսներով ստիպված է լինելու վարկային միջոցներ ներգրավել ռազմավարական այդ խնդիրը լուծելու եւ հետագայում եկամուտ ապահովելու համար։ Այն դեպքում, երբ Հայաստանի կենսաթոշակային ֆոնդի ահռելի միջոցները պտտվում են դրսի եւ ներսի ֆինանսական շուկաներում։ Մոտ հիմնական խոշոր հարցից մեկը լուծված չի։ Ձեռնարկությունները որպես կանոն հակ բաժնետիրական են, ու այդ ամբողջ այդ բորսայի գաղափարը մեր մոտ բալասը կոլապսի է տանում։ Երկու արժեթղթեր, որոնք իրական եկամուտ են բերում ու ապահովված են, համարյա չկա։ Այս ոլորտում հարուստ փորձ ունեն արևմտյան ֆոնդերը, որոնք իրենց կապիտալի մի մասը ներդնում են առաջատար տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերում։ Դրանով իսկ մի կողմից աջակցելը ոլորտի առաջընթացին, մյուս կողմից էլ թոշակառուների կապիտալի ավելացմանը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Ամեն տարի սար բարձրացող գյուղացու նախիրը փոքրանում է, պատճառները բազմաթիվ են, սկսած արոտավայրերի կրճատումից մինչև մսի ու կաթնամթերքի գինը։ Խանութում այսօր վաճառվող կաթը ջրից էժան է, մինչդեռ գյուղացուց 150-160 դրամով են մթերում խոշոր տնտեսվարողները։ Արդյունքում անասնապահին միայն չարչարանքն է մնում։ Անասնագլխաքանակի վիճակագրությունը ըստ տարիների տեսանյութում։
Խոշոր եղջերավորների գլխաքանակը Հայաստանում շարունակում է նվազել։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով այս տարվա սկզբին հանրապետության տարածքում շուրջ 476,000 անասուն է հաշվառվել։ Մեկ տարի առաջ կենդանիների թիվը գերազանցում էր 490,000-ը։ Այլ կերպ վերջին տարիներին անասունների գլխաքանակը հանրապետությունում կրճատվել է ավելի քան 22%-ով։ 2021-ին 613,000 խոշոր եղջերավոր էր հաշվառվել։ Թվերը նվազում են գրեթե բոլոր մարզերում։ Գեղարքունիքում շուրջ 72,000 խոշոր եղջերավոր է հաշվառվել։ 2024-ին թիվը 4,000-ով ավելի մեծ էր, 5 տարի առաջ ցուցանիշն անցնում էր 100,000-ը։ Արագածոտնում 53,000-ն են հաշվառվել, 2,000-ով պակաս, քան 1 տարի առաջ։ 5 տարիների ընթացքում մարզում կենդանիների թիվը նվազել է մոտ 20,000-ով։ Սյունիքում 5 տարի առաջ ավելի քան 23,000 կով կար։ Հիմա 15,500 էլ չի հասնում։ 2021-ին Արմավիրում կովերն ավելի քան 17,000 էին, այժմ 14,500 էլ չեն հասնում։ Անասունների գլխաքանակի անկումը Հայաստանում պայմանավորված է մի շարք հանգամանքներով, սնուցման հետ կապված խնդիրներով, հողային ռեսուրսների վատ վիճակով, ֆինանսական եւ շուկայական տարաբնույթ ճնշումներով, պետական աջակցման անհամապատասխանությամբ ու սոցիալական փոփոխություններով, ասում է փորձագետը։ Վկայաբերվող պատճառների թվում հիշատակվում է նաեւ Ադրբեջանի հետ սահմանային խնդիրների հետևանքով արոտավայրերի անհասանելիությունը, շուկայական ներքին հարցերն ու ցածր եկամտաբերությունը։ Ֆերմերները տնջում են նկատելով, որ անասնապահությունը Հայաստանում դարձել է անշահութաբեր գործ։ Հայաստանում անասունների թվաքանակի անկման պատճառներից մեկն էլ խոտի բարձր գինն է։ Ոնց նայում եմ, sense մի քանի տարի հետո անընդհատ մինուս է գնալու տարածաշրջանում։ Եթե դրա թեմը չառնեն, ինչ որ մի բան պիտի հարվի։ Գնալով էլի հետա գնալու։ Կոնկրետ մեր գյուղում ինչքան որ կա, դրա 50%-ն էլ ապակասել։ Միս ու կատ արտադրողների համար մրցակցությունը անհավասար է արտաքին շուկաների պահանջների ու ներմուծման պայմանների պատճառով։ Պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է նաև հենց կաթի արտադրության նվազումը։ Գործը ոչ բոլոր մարզերում է ձեռնտու։ Կաթը ցածր գնով է մթերվում, անասնապահներին աննշան եկամուտ է մնում։ Օրինակ, կովից 20 լիտր կաթ կթելու դեպքում ընդամենը 500 դրամ օգուտ է մնում։ 6 ամիս հետո գյուղացին շատ հնարավոր է այդ օգուտն էլ չունենա։ Անընդհատ սպանդանոցային մոտ բացարձակելի փողերը վատնում են։ Մարդիկ ստիպված չեն կարողանում իրանց բուծած կենտանի նորմալ ձևով իրացնել ու ընդհանուր առմամբ կերի խնդիրը կա, որ կերային մշակաբույսերի ցանկատարածները պակասել են, կերակադրություն չկա, լոգիստիկայի առումով ժամանակ առ ժամանակ ճանապարհները փակվում են, կերը ուշանում է։ Գյուղացու ներդրումը միշտ չէ, որ արդարացնում է սպասումները, բայց նրանց ներդրումները անգնահատելի են եւ երբևէ աննկատ չեն մնում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ամիսներ առաջ այս խոսքով էր շնորհավորել գյուղատնտեսության աշխատողի օրը։ Փոխարենը ոլորտը համակարգող գերատեսչության ղեկավարը կառավարության անունից վստահեցրել էր պետությունը միշտ գյուղացու կողքին է։ Աջակցության ծրագրերով շարունակաբար աշխատում են ոլորտի առաջխաղացման համար։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ունենք, կվերադառնանք րոպեներանց։ 55 միլիարդ դրամ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովմանը, $7,500 կաշառք ծառայությունից տարկետման համար։ Մետեո աշխարհ ջերմաստիճանը կբարձրանա ավելին հաջորդ թիվ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Հայաստանի քաղաքացիները 2026 թվականի հունվարի 1-ից արկա քարտերով արված վճարումներից կստանան 2% հետվճար։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026-ի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարարը։ Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ այդպիսով ստացվում է, որ անկանխիկ առևտուրը էժանանալու է, կանխիկ գործարքները 2% թանկ կլինեն։ Մեր նպատակն է այս ծրագիրը գործարկել հունվարի 1-ից, ետվճար ստանալու են բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն արկա քարտեր։ Արկա քարտերով արված վճարումներից, եթե դա չի վերաբերվում խաղային ոլորտին, ստանալու են ետվճար 2%-ի չափով։ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման կարիքների համար կառավարությունը հաջորդ տարվա բյուջեում 55 միլիարդ դրամ է հատկացրել։ Ծառայությունից տարկետում ստանալու համար էլ ռազմական ոստիկանության աշխատակիցը $7,500 կաշառք է ստացել։ Օրվա այլ լուրերը հաջորդիվ տեսաշարում։
Առաջին կիսամյակում արտասահմանյան ներդրումների մաքուր հոսքը Հայաստան մոտ 48 միլիարդ դրամ է եղել։ 2024 թվականի առաջին կիսամյակում այդ թիվը 107 միլիարդ 200 միլիոն դրամ էր։ Ռուսաստանից Հայաստան ներդրումները եւս նվազել են։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև արևքի ծավալի նվազումը կապված է հիմնականում ոսկու վերաարտահանման անկման հետ։ Դա կարող էր ազդել ընդհանուր ցուցանիշի վրա։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն միաժամանակ աճել է Կանադայից, Սինգապուրից եւ Ղազախստանից եկող ֆինանսական հոսքերը։ Եկող տարվա բյուջեով 55 միլիարդ դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանվածներին բնակապահովման ծրագրի եւ այլ կարիքների ապահովման համար։ Ըստ միգրացիոն ծառայության Հայաստանում 20,000-ից ավելի արցախցիներ քաղաքացիություն են ստացել։ ՍԱՏՄ-ն Երևանի Խորենացի փողոցում գտնվող շուկայում, նաև մայրաքաղաքի մի շարք այլ վաճառակետերում մշտադիտարկում է իրականացրել։ Արգրավել է 810 կիլոգրամ ոչ սպանդանոցային ծագման միս մսեղիկ եւ ոչնչացրել։ Տեսչական մարմինը շարունակելու է հետևողական վերահսկողությունը, ապահովելու իրավական պահանջի կատարումը եւ պաշտպանելու սպառողի առողջությունը։ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Երևանի Կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետի տեղակալը իր մտերիմի օժանդակությամբ զորակոչիկի օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու կամ զինվորական ծառայությունից ազատող բժշկական կեղծ ախտորոշում ստանալու գործընթացը կազմակերպելու համար զորակոչիկի հորից որպես կաշառք պահանջել եւ ստացել է 2.970.000 դրամին համարժեք $7,500 գումար։ Խոշոր չափերի կաշառք ստանալու համար Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պաշտոնատար անձին եւ նրան օժանդակածին մեղադրանք է ներկայացվել։ Պաշտոնատար անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը եւ ուղարկվել հակակոռուպցիոն դատարան։ Արտակարգ դեպք Արարատի մարզում 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ահազանգ է ստացել, որ Հայաստանից դեպի Հովտաշատ գյուղ տանող ճանապարհահատվածում ավազով բարձված Կամազ մակնիշի բեռնատարը կամրջի կիսափլուզման պատճառով կողաշրջվել է։ Նախնական տեղեկություններով տուժածներ չկան։ Վթարի փաստով Արարատի մարզում նյութեր են պատրաստում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ եղանակային կանխատեսումներ մայրաքաղաքում եւ մարզերում սպասվող եղանակի մասին, ինչպես միշտ Լիլի Հովերի մատուցմամբ։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում երեքշաբթին կանցնի արևոտ երկնքով, առանց ստեղումների, ջերմաստիճանը կբարձրանա եւս 3 Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 14-ից 17 աստիճան։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 18-ից 23, Լոռիում 18-ից 21, Տավուշում, Արարատում, Արմավիրում 20-ից 23 աստիճան։ Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 23-ից 26, Սյունիքի նախալեռներում 18-ից 22 աստիճան։ Երևանում օրը կանցնի առանց ստեղումների արևոտ երկնքով։ Այս գիշեր սպասվում է 6-ից 8, ցերեկը 20-ից 22, երեկոյան 14-ից 16 աստիճան։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։